Ճիշտ ասած ոչ մի փաստաթուղթ նորություն չէր եւ կարծում նաեւ լայն հասարակության համար, որովհետեւ դրանց մասին շատ է խոսվել Կազանի փաստաթղթերի, Լավրովի առաջարկների, Եվրախորհրդի ղեկավարի հայտարարությունը, ԵԱՀԿ ներողություն, խորհրդանական վիայժողի ղեկավարի հայտարարությունը, գուցե միայն Սերժ Սարգսյանի նամակն էր այստեղ ինձ համար նորություն, այո, Վլադիմիր Պուտինին, դրա մասին հիմա առանձին կխոսենք, ինչ վերաբերում է Քիվեստին, նախ Քիվեստը գաղտնիք չի այնտեղ ինչ է բանակցվել, Ռոբերտ Քոչարյանը դրա մասին խոսել է, որ էստակադան, հիշում եք մեղրիով ճանապարհ են տալիս, դա լինում է միջանցքային ըստ էության տրամաբանություն, ազատ տեղաշարժ, ինչ էր նշանակում ազատ տեղաշարժ, այսօրվա կարծես ուրեմն թրիփի նման է, ոչ թե միջանցքային, այլ ազատ տեղաշարժը Ռոբերտ Քոչարյանը ավելի ինքը մանրամասն կբացատրի, դա ինչ է նշանակում, եւ Քիվեստից հետո մենք ունեցել ենք բազմաթիվ այլ առաջարկներ, այսինքն խոսքը տարբեր առաջարկների մասին է, խոսքը նրա մասին չէ, որ Քիվեստը ընդունվել էր եւ դրա հիման վրա ինչ որ քայլեր պիտի կատարվեն, Ալիևը դա մերժեց, ինչու մերժեց, կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը պիտի բացատրի, որ ճնշումներ եղան Ալիևի վրա, բարձր է որ դա Վաշինգտոնից չէր, Ամերիկայից չէր, եւ նա նաեւ խոսվում էր, որ Ադրբեջանի ներսում էլ կան ճնշումների նկատմամբ, որ չհամաձայնվի այդ տարբերակին կլանների, նաև ուրեմն Մեհրիբան Ալիևայի այսպես կոչված կլանի Նախիջևանի հետ կապված, այսինքն պետք է այսպես ասենք, եղել են առաջարկներ, տարբեր առաջարկներ, որևէ մեկը Ադրբեջանի կողմից չի ընդունվել, կանգնել ասել, որ սա շատ լավ առաջարկ էր, սա ամենալավ առաջարկ էր, կարևորը որ երկու կողմն էլ ընդունեին, հիմա Ուկրաինայի պատերազմում լինում են առաջարկները, ավարտվում են, հետո նոր առաջարկներ են լինում, ես նկատեցի, որ մինչև 2011 թվականը հանրաքվեի վերաբերյալ կային հստակ կարևոր միջափանիշ կար, որ 1988 թվականի դրությամբ այնտեղ բնակվող բոլոր բնակիչները անկախ ազգությունից իրավունք ունեն մասնակցել հանրաքվեի եւ դա պարտադիր էր 2015, 16, 19 թվականների առաջարկներում այդ կետը չկար, թե ով իրավունք ունի մասնակցել հանրաքվեի, իսկ մենք գիտենք, որ Ալիևը շահարկում էր դա ասելով, որ բոլորը կվերադառնան, նրանց զավակներին էլ պիտի հաշվենք, դա այնտեղ այն ապրելու, այնտեղ էին ծնվելու, դա սպեկուլյացիաների առիթ էր արդեն տալու, ինչը Սերժ Սարգսյանը փաստորեն իր նամակում Վլադիմիր Պուտինին նշել էր այդ կետը։ Հաջորդը կամ արտահայտության վերաբերյալ երկու կողմը պիտի համաձայն լինեին։ Ադրբեջանը նույն ըստ Սերժ Սարգսյանի նամակի փաստորեն չի համաձայնվել դրան, կամ նշել է, որ մի օր կհամաձայնվեմ։ Այսինքն Արցախի հարցը չէր լուծվելու փուլային կամ փաթեթային տարբերակով տարածքներ հանձնելով, միջանկյալ ինչ որ կարգավիճակ էին տալու Արցախին եւ այդ հարցը թողելու էին ապագային։ Ապագայում ինչ կլիներ, որևէ մեկը չի կարող ասել։ Մեկը կարող ասել, որ դրական կլիներ ինքնորոշում, մյուսը որ պատերազմ էր էլի տեղի ունենալու, բայց այն որ որևէ փաստաթուղթ կրկնեմ չի ստացել Ադրբեջանի համաձայնությունը, ցույց է տալիս, որ հիմա խոսել, որ մեր ժամանակ շատ լավ փաստաթուղթ կար, դուք բերեցիք պատերազմ, ես սա օբյեկտիվ չեմ համարում։ Ադրբեջանը առաջարկները չէր ընդունում, որովհետև ինտենսիվորեն զինվում էր, եւ դրա մասին փաստորեն Սերժ Սարգսյանի նամակի առանցքում նաեւ դա է։ Իսկ ով էր զինում, այդ նամակը ում որ գրել է Սերժ Սարգսյանը, նա այդտեղ իհարկե չի ցանկացել Վլադիմիր Պուտինին ինչ որ մեղադրանք հղել, չնայած հիշում եք, ասաց, որ Հայաստանի ժողովուրդը չի հասկանա դա իր հայտարարությունից մեկում, ոչ թե նամակում, բայց պաշտպանության նախկին նախարարի համար էր դա նորմալ, համարվում էր բիզնես, այսինքն Սերժ Սարգսյանը երբ նշում է, որ տարածաշրջանում փոխվում է ուրեմն ռազմական բալանսը, ում նկատի ունի, Ռուսաստանը առաջիններից էր դեռ այն ժամանակ, այդքան Իսրայելը կամ Թուրքիան մեծ ծավալներով չէին զինում Ադրբեջանին, որը խախտեց ռազմական բալանսը։ Եթե Սերժ Սարգսյանը օբյեկտիվ անձնավորություն է, նա կարող էր դա իր նամակում նշել, ոչ թե տողատակերով հասկացնել։ Այսինքն այո, պարզ է, որ Ադրբեջանը ուզում էր զինվել եւ պատերազմի ճանապարհով հետ վերցնել իր տարածքները։ Ամբողջը։ Հիմա Հայաստանի ղեկավարները դա հասկանում էին, փաստորեն Սերժ Սարգսյանը հասկանում էր, Ռոբերտ Քոչարյանն էլ էր հասկանում, որովհետեւ եթե նա ուզում էր արդեն մեղրի տարբերակը ուզեցել է բանակցել, ուրեմն այդքան էլ դրական չէ ամեն ինչ, այսինքն ստացվում է ոչ թե ինքնորոշման իրավունք է իրացվում միջազգային իրավունքի համատեքստում, այլ ընդհանրապես տարածքների փոխանակում է տեղի ունենում մեղրի տարբերակով։ Եթե Քոչարյանը դրան պատրաստվում էր գնալ կամ գոնե քննարկում էր դա, ուրեմն նա իր մտքում գիտակցում էր, որ Ադրբեջանը պատրաստ չի ընդունել ուղղակի Արցախի ինքնորոշման իրավունքը անկախ Հայաստանի տարածքային պահանջներից, որովհետև Հայաստանը այդտեղ կողմ չէր, չնայած Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին սարքեց, դարձրեց ուրեմն այստեղ կողմ։ Այսինքն
եթե դու գիտես, որ դիմացինը զինվում է աննախադեպ, դու ունես դաշնակից, որը փաստացի ասում է, որ Արցախը չի լինելու անկախ։ Դա Վլադիմիր Պուտինը գոնե անդադ նշում է ու ասում է, որ բոլոր ղեկավարներին էլ դա ասել է, ինչի վրա էր հույսը դրված։ Երկու տարբերակ կար, կամ պիտի ժողովրդի հետ անկեղծ խոսվեր, ասվեր, որ միջազգային հանրությունը, ես դեռ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշման մասին չեմ էլ խոսում, չեն ընդունում, օրինակ, որ Արցախը պիտի լինի անկախ, բայց Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարություն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի ըստ էության առաջարկներից մեկն էր տարբերակներից, կամ էլ պիտի դուք էլ զինվեիք, ունենայիք դաշնակիցներ, ես չեմ կարող ասել բանակցային սեղանի շուրջ, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ինչ են ասել հայկական կողմին, ՏԼԲՏ-ի հատկապես առաջարկից հետո, եւ բալանսը հավասարեցնեիք, այնպես չանեք, որ Ադրբեջանը հարցակվի, որտեղ հարձակվում է թշնամին այն ժամանակ, երբ գիտի, որ բալանսը խախտվել է։ Դուք ոչինչ չեք արել։ Ունեցել եք մեկ դաշնակից, կախված եք եղել մեկից, որը ձեզ ասել է, որ ձեզ չի օգնելու Արցախի հարցում։ Նույնիսկ պատերազմի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասաց, որ այն զենքերը, որոնք վաճառվել են Հայաստանին, Իսկանդերը եւ այլն, չեն կարող օգտագործվել Արցախում։ Այդ ամենը իմանալով դուք որևէ քայլ չեք կատարել, փաստորեն ուղղակի ժամանակ եք շահել իշխանության մնալու նպատակով։ Եվ նույն տրամաբանությամբ շարունակեց առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը, երբ ծանոթացավ ենթադրենք այս փաստաթղթային փաթեթին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ուներ մի կարևոր առավելություն, նա ընտրված էր։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նաև Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականի խայտարակ ընտրություններից հետո պարզ է, որ նա չէր ընտրվել, դա արդեն գաղտնիք չի, Վազգեն Մանուկյանն էր ընտրվել, նա չէր կարող որևէ այսպես լուծման գնալ, որը հայ ժողովուրդը չի ընդունի, քանի որ ինքը ընտրված չի եւ լեգիտիմ չի, Նիկոլ Փաշինյանը ուներ այդ լծակը։ Եվ իդեպ ես կարծում եի 18 թվականին, որ նա դա կօգտագործի։ Բայց Նիկոլ Փաշինյանը սխալ կատարեց եւ խոստացել էր, որ առանց հայ ժողովրդին հարցնելու որևէ քայլ չի կատարել, նա չխոսեց ժողովրդի հետ։ Սկսեց խոսել իր կետից, ինչ որ բանակցությունների մասին, դա շատ սխալ էր։ Սա ցույց է տալիս, որ նրա թիմում չեն եղել դիվանագետներ, որոնք կարող են իրեն ուղղորդել, կամ ինքը պիտի դա հասկանար, որ կարող տեսնում ինքը ասում է ես եմ կառավարությունը, ուրեմն ինքը պիտի հասկանար եւ մենք չունենայինք այն զոհերը։ Հիմա ժողովրդի մեծամասնությունը դա է հարցնում, ինչու էր պետք, եթե գիտեիր, որ միշտ էլ Ադրբեջանի կազմում է։ Երկրորդ ինքը ասում է, ես այդ ժամանակ դեռ չէի ընդունել, որ Արցախը կարող է լինել, հիշում եք իր ելույթում ազգային ժողովում, ես պատրաստ չէի հոգեբանորեն, լիդերի խնդիրը պատրաստ լինելն է ամեն ինչի։ Այսինքն, ինչ տարբերակներ ուներ Նիկոլ Փաշինյանը, բացի Ռուսաստանից, այլ գործընկերներ կարող էր գտնել։ Օրինակ Կոսովոյի նախադեպով, երբ խոսեց Տրամպը, սկանդինավյան խաղաղապահների վերաբերյալ այդ ինչ առաջարկ է, ես դա էլ եմ սպասում, որ մենք հասկանանք, թե բացի ռուս խաղաղապահներից, որոնք պարզ է, որ ինձ համար գոնե այդ ժամանակ պարզ էր, Արցախում դառնալու են Ադրբեջանի դաշնակիցները, մենք ինչ այլ տարբերակներ ունեինք։ Եթե չունեինք, պիտի լուծում առաջադրվեր։ Նիկոլ Փաշինյանի սխալներից ամենամեծը հենց դա է։ Թեման ամփոփենք, Տիկին Դալաքյան, գրառման վերջում գրել եք Ուկրաինայի մոտալուտ կապիտուլյացիայի դարդը ամենամիս քաշելու փոխարեն ձեր քայլերը բացատրեք, ինչ բացատրեն, ինչ բացատրություն եք դուք կոնկրետ ակնկալում եւ արդյոք այդ բացատրությունները ինչ որ մեկին պետք են։ Տեսեք, Ուկրաինայի հետ կապված էլ տեսնում եք, ինչ որ առաջարկ է հնչեցվում, այստեղ սկսում են թմբկահարեր, որ վերջ մնաց մի շաբաթ, մեկ էլ Տրամպը ինքը ասում է, որ սա վերջնաժամկետ չի, ինչը պարզ էր ի սկզբանե, եթե դու գոնե ինչ որ մի փոքր վերլուծական ունակություն ունես։ Դա այդպես մեծ խելքի նշան չի հասկանալու համար, որ պատերազմի ընթացքում կարող են լինել բազմաթիվ փաստաթղթեր եւ չընդունվել որևէ մեկի կողմից։ Հիմա այս շրջանակները պարբերաբար, որոնք խոսում են, որ վերջ ամեն ինչ ավարտվել է, նախ իրենց ներքին հարցերը պիտի լուծեն։ Հայ ժողովուրդը ունի հարցեր իրենց, թե դուք ինչու եք բանակցում մի բան, գալիս եք խոսում եք ոչ մի թիզականություն։ Բայց այս կորուստներից հետո այլևս այդ հարցերի պատասխանները ակտուալ կարող են լինել։ Իհարկե ակտուալ են, որովհետև իրենց ողջ ընտրապայքարի լոզունգը Արցախը վերադարձնելն է։ Ըստ էության, այն որ Փաշինյանը հանձնել է Արցախը, միջև հիմա այդ թեման կա, եւ իդեպ Արցախի հարցը փակ չի, ես միշտ էլ ձեր եթերում ամենտեղ էլ ասում եմ, դա հենց Ռուսաստանը չի փակելու, Վենեդիկտովն էլ վկա, Ռուսաստանի համար, իդեպ Լավրովի պլանը ինչին էր ուղղված, կամ Խովաևի, որ կարգավիճակի հարցը թողնվի հետագայում, այսինքն Ռուսաստանը պարբերաբար այս կոնֆլիկտներով պահի իր ազդեցությունը, հիմա էլ են դա մտածում հաստատ չի մոռացել, Ադրբեջանի կարող ենք խոսել թե ինչպես դա կարող է իրացնել, դա այլ
թեմա է, եւ Հայաստանի նկատմամբ Հայաստանի ներսում ապրում են բազմաթիվ արցախցիներ։ Նրանց կներեք չեն անհետացել եւ նրանցից շատերը ուզում են վերադառնալ։ Այսինքն, էլի վերադարձի հարցը, կարգավիճակի հարցը քննարկվում է։ Դրա համար է ակտուալ։ Այդ հարցը չի ավարտվել պատերազմով։ Դուք կարծում եք, որ իրենց նախընտրական քարոզչության համատեքստում իսկապես ընդդիմադիր այդ շրջանակները օգտագործելու են Արցախի վերադարձի թեման։ Միանշանակ իրենք խոսում են, բայց անընդհատ դրա մասին։ Երկու նախ մեղադրելու են Փաշինյանին, որ կապիտուլյանտ հանձնողեց դամի լոզունգ։ Դա ակնհայտ է, այո։ Եվ երկրորդը Արցախի վերադարձից, որոշ շրջանակներ նույնիսկ դաշնակցության որոշ անդամներ Արցախի վերադարձից, ոչ թե արցախցիների, էլի պիտի ասեն Ադրբեջանը Պուտինի հետ հեսակը վատանա, կներեք մի քիչ կենցաղային ասեմ, հիշում եք մի քանի ամիս առաջ մեզ կտա Արցախը, այսպես մանիպուլացնել հայ ժողովրդի այն հատվածին, որը չի վերացել եւ այդ հատվածը կա, որ հավատում է եւ ոչ միայն արցախցիներ, որ Արցախը հնարավոր է դեռ վերադարձնել։ Տիկին Դալաքյան, քանի որ անդրադարձանք Ուկրաինայի հնարավոր կապիտուլյացիային, գնանք այդ ճակատ եւ տեսնենք ինչպիսի զարգացումներ են սպասվում։ Գիտեք, որ 5 ժամ բանակցություններ եղան, Կրեմլում Պուտինը ընդունեց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտքովին եւ նրա փեսային, որից հետո Պուտինի օգնականը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն հասել փոխզիջման եւ խաղաղությունը ոչ մոտ է, ոչ էլ հեռու։ Ավելին Պուտինը ելույթ ունեցավ եւ ասաց, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Եվրամիության հետ, բայց Եվրոպայի հետ, բայց եթե Եվրոպան պատերազմի, իրենք պատրաստ են պատերազմել Եվրոպայի հետ, պատրաստ են հենց հիմա սկսել պատերազմը եւ այդ դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, որ էլ բանակցողներ չմնան ըստ էության։ Դե ակնհայտ էր, որ որևէ ես իմ Facebook-յան էջում գրել եմ առաջի օրվանից լուծում չի լինելու եւ ոչ կապիտուլյացիա, ոչ Տրամպի ծրագիրն է, դա Տրամպի ծրագիրը չէր, ընդհանրապես դա Ուիտկոֆի եւ ըստ ձայնագրությունների Կիրիլ Դմիտրիևի ծրագիրն է, Տրամպը չէր էլ կարդացել, Ռուբիոն հետո միջամտեց, փոխվեց ծրագիրը, պարզ է, որ տարբեր շրջանակներ կան ԱՄՆ-ում եւ սա շատ լավ է, որովհետեւ միանշանակ չի տեսակետը, որ կամ պիտի մենք հանձնենք, ավարտենք, նախ հետո հարցը թե հանձնել այդպես հեշտ չի։ Չգիտեմ ինչու հայկական շրջանակները, որոնք միշտ մեկ կետից կախված են եղել եւ որոշումները կայացվել են այդ կետում, չգիտես ինչու մտածում են, որ բոլոր երկրների որոշումները ինչ որ կետերում են։ Իրենք սուբյեկտայինությամբ օժտված չէին, բայց կան երկրներ, որ օժտված են եւ իրենց պայմանները եւ նախապայմաններն ունեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, Ռուսաստանը Ուկրաինայի վրա էլ չէր պատրաստվում հարձակվել, Վլադիմիր Պուտինը նշում էր։ Իդեպ մի քանի օր առաջ 2022 թվականի պատերազմից իրենք այդպիսի բան չեն պատրաստվում անել, Բայդենի հետ խոսելուց նաև դրա մասին, այդ ստերը նույնիսկ ծիծաղելի է մեկնաբանել։ Իսկ ինչ վերաբերում է, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմել, Եվրոպայի անօթաչու թռչող սարքերը չեն հայտնվում դեռ Ռուսաստանում։ Հակառակ process-ն է Մոլդովայում են այսօր հայտնվել, ես վստահ եմ Գագաուզիայի շրջանում ընտրություններում Ռուսաստանը փորձելու է անկայունացնել իրավիճակը, այդտեղ ավարտված չի, որտեղ Մոլդովան շատ կարևոր է Օդեսայի ուղղությամբ հատկապես Ուկրաինային շրջափակելու համար, այսինքն պատերազմը չի կանգնելու, դա բնական էր, լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինի իշխանության է, իսկ ես մոտակա ապագայում չեմ տեսնում, որ Վլադիմիր Պուտինը կզրկվի այդ իշխանությունից։ Եվ քանի դեռ կողմերը ունեն ռեսուրս այդ պատերազմը վարելու բոլոր իմաստներով։ Այո, կողմերը ունենալու են, որովհետև Եվրոպան չի կարող չզինել Ուկրաինային, դա իր անվտանգությունից է ելնում եւ իմ բառերը չի արդեն դա Եվրոպայի բոլոր առաջատար երկրների ղեկավարների, ԱՄՆ-ն չի կարող հանձնել Ուկրաինային որպես աշխարհակահական կենտրոն, նա կկորցնի Եվրոպան այդտեղ եւ կզրկի իր ազդեցությունը։ Չի կարող հանձնել, ինչ է նշանակում, ասում են օգնությունը կարծես թե օգնություն չկա։ Նրանք ընդհանրապես զենք են վաճառում Եվրոպային, որը գնում է, դա փոխանակում են հետախուզական տվյալները։ Եթե դա էլ չանեն, Տրամպի նկատմամբ բոլոր կասկածները, որ նա օղմնակալ է, եւ իդեպ ձեզ ասեմ, ԱՄՆ-ն շատ վատ ընդունվեց այս Ուիտկոֆի ծրագիրը, տեսանք նույնիսկ հանրապետական սենատորների հայտարարությունները, այսինքն Տրամպը դեմոկրատական երկրի ղեկավար է եւ նա չի կարող ինչ ուզել անել, թե չէ իմ կարծիքով նա վաղուց կպայմանավորվեր Վլադիմիր Պուտինի հետ։ Բացի այդ Ուկրաինայում ռազմաճակատում իրավիճակը պատային չի, իդեպ Պոկրովսկի գրավման մասին Ուկրաինան հերքեց, որ դա գրավել է, Պուտինը հատուկ է դրոշը բարձրացրեց, որ դա Ուիտկոֆին ցույց տա, այսինքն գրավելու է, դա պարզ է, իրավիճակը այնտեղ բարդ է, բայց միայն այն, որ Վլադիմիր Պուտինը պարբերաբար սուտ է խոսում իր հաջողությունների մասին, ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կարողանում որևէ ռեալ հաջողության հասնել։ 2014 թվականից սկսած Վլադիմիր Պուտինը փորձում է Դոնեցկը գրավել։ Այստեղ կան որոշ փորձագետներ, որոնք
ռուսական հաղթանակի, ռուսների հաղթանակի մասն է խոսում այն դեպքում, երբ արդեն քանի տարի է, 10 տարուց ավել Ռուսաստանը չի կարողանում գրավել Դոնեցկի մարզը, այսպես կոչված Դոնբասը, եւ այս տեմպերով 2-3 տարուց է նա գրավելու, եթե այսքան զոհեր էլի շարունակի տալ, այդ ռեսուրսը անսպառ չի։ Եթե տնտեսությունը գնալով վատանա, 3 տարի իրեն պետք է Դոնեցկը գրավելու համար։ Ուկրաինան ինչի պիտի հիմա Դոնեցկը այդպես նվիրի Ռուսաստանին։